Սոսեկան ոսկե կանոններ, որ երեխա ունենալու փուլին հասնելուց առաջ պետք է իմանան երեխայի հոգեբանության մասին։ Անցանկալի երևույթներից է, չեմ չափազանցնի։ Ծնող հարաբերությունների վրա ինչ ազդեցություն է ունենում, երբ որ ծնողը ճակերտավոր նեղանում է երեխայից։ Գուշեղի գիրանում ես կամ ձեր դասարանի այս ինչը ենթադրենք շատ սիրուն աղջիկ է, անգամ իրեն ասում են ճիշտ չես շարժվում, լավ չես շարժվում։ Ավանդույթի հավաքույթ են կազմակերպում հիվանդանոցից դուրս գրման օրը, որքանով է դա նորմալ, այսինքն երեխան գնում է լրիվ ուրիշ մթնոլորտ, այնտեղ ակտիվություն, տարբեր մարդիկ, տարբեր էներգիաներ, որ արդեն դուրս է գալիս ընտանիքից, ինքը սկսում է չափել։ Ինչքանով եմ ես լավը, իսկ ինչ է այդ լավը, հա? Ինչպես կարելի է տարբերել կարծիքն ու փաստը։ Այս Էնջոջան այսպես կարծեց, տես են, չգիտեմ, այն անցորդ պապիկը այսպիսի բան մտածեց քո մասին։ Հաղորդման գործընկեր Լապիոնի ծաղկի սրահ։ Լապիոնիում ծաղիկները պատմում են սիրո պատմություններ։ Այստեղ կգտնեք նաև Դուբայի հայտնի շոկոլադներից։ Հասցեներ Վաղարշյան 18 և Կոմիտասի 60 կոտորակ 2։ Հաղորդումը նկարահանվում է Beer Academy-ում։ Ողջույն, այսօր կյանքի ճանապարհին հոգեբան Սոսե Խաչիբաբյանի հետ ենք խոսելու երեխա ծնող հարաբերություններից։ Բարև ձեզ։ Ողջույն։ Սոսե, կան ոսկե կանոններ, որ կինը եւ տղամարդը այդ փուլին, երեխա ունենալու փուլին հասնելուց առաջ պետք է իմանան երեխայի հոգեբանության մասին։ Իրականում, Անժելա ջան, ես ինքս էլ շատ մտածել եմ, արդյոք դրանք կարող ենք կոչել կանոններ, բայց երևի թե այսպես ասեմ, որ իմացություն, հա, ինչ որ տեղեկացվածություն երեխայի մասին, երեխայի զարգացման, հոգեբանության մասին, դրանք ոչ թե խորքային, խորակ գիտելիքների մասին է խոսքը, այլ տարական որոշակի բաներ, որոնք որ յուրաքանչյուր փուլի մասին են տարիքային զարգացման, իմացություն, գումարած պատասխանատվություն, գումարած իսկապես գիտակցված ցանկություն ծնող դառնալու, երևի սրանք են կանոնները, որոնք որ պիտի ծնող դառնալուց առաջ։ Այ ինչ իմանալ, իմացություն։ Իմացություն ասելով նկատի ունեմ այն, որ երեխան երևի ծնված պահից եւ մինչեւ ծնված պահը լիարժեք հոգեբանություն եւ տարբեր առանձնահատկություններ ունեցող էակ է ներարգանդային փուլում։ Նույնիսկ ներարգանդային, իհարկե մենք չենք կարող խոսել հենց այն ամեն ինչի մասին, ինչ որ մենք ծնված երեխայի մասով կարող ենք խոսել, եւ այդ առանձնահատկությունները շատ տարբեր են ու փոփոխվում են կյանքի ընթացքում, տարբեր տարիքային փուլերում։ Այսինքն այն երեխան, որը մենք ստանում ենք, այսպես ասած, ծնունդի պահին, նույնը չի ինչ լինելու է նույնիսկ 3 ամիս հետո, 1 ամիս հետո, 1 տարի հետո, եւ պատրաստ լինել երեխայի հետ միասին սովորել եւ ուշադիր լինել ու հետևել իր փոփոխություններին, իր առաջնային կարիքներին հետևել, հա, պահանջմունքներին հետևել եւ օգնել դրանք բավարարել, ընդ որում տարբեր տարիքային փուլերում պիտի նորից ընդգծեմ դրանք տարբեր են, այդ դա եւս իմացության մաս է կազմում։ Խոսեցինք երեխայի ամենափոքր ներարգանդային հասակից, երբ որ երեխան ծնվում է, սովորաբար մենք ստավանդույթի հավաքույթ են կազմակերպում հիվանդանոցից դուրս գրման օրը, որքանով է դա նորմալ, այսինքն երեխան գնում է լրիվ ուրիշ մթնոլորտ, այնտեղ ակտիվություն, տարբեր մարդիկ, տարբեր էներգիաներ, ըստ հոգեբանության դա նորմալ է, թե ամեն դեպքում ցանկալի է խուսափել, հենց առաջին օրը երեխան բախվում է այդպիսի մեծ շրջանակի հետ։ Բանն այն է, որ նոր ծնվելիս, հա, նոր աշխարհ գալիս, այսպես ասած, երեխան ապրում է մի փուլ, որը որ հոգեբանները կոչում են ճգնաժամ։ Այսինքն մեր կյանքը սկսվում է, կարելի ասել, ճգնաժամով, եւ ինչ են իրանից ներկայացնում այդ ճգնաժամը, երբ որ երեխան պիտի հարմարվի
ու իսկապես այդպես էլ պիտի ասենք պիտի հարմարվի, որտեղ ուրիշ տարբերակ չունի, լրիվ նոր կյանքի պայմաններին։ Դա եւ այլ լուսավորությունն է, եւ այլ ձայներ են, հա, բավականին բարձր ձայներ են, եւ մեծաքանակ, մեծաթիվ ինֆորմացիա եւ իսկապես այնպիսի գործոններ, որոնք որ ստրեսային են երեխայի համար։ Հիմա այդ ամենը իմանալով եւ հաշվի առնելով բնականաբար ցանկալի է, որ այդ ադապտացիան հնարավորինս փափուկ լինի։ Այսինքն սկզբնական շրջանում իրականում երեխան կարիք ունի միայն մայրիկի եւ մայրիկն էլ կարիք ունի իհարկե իր հանդեպ հոգատարության, խնամքի եւ այլն, եւ մեծ հավաքները, եթե դրանք հենց ուղղված են բուն երեխային, այսպես ասած, այնքան էլ ցանկալի չեն, այսինքն շատ գրկել, շատ մոտենալ, խոսել, բարձր խոսել եւ այլ եւ այլ։ Այսինքն այն բաները, որոնք որ կարող են այդ պահին այլ ավելի խորացնել, շատացնել ադապտացիայի դժվարությունները։ Բայց միաժամանակ այստեղ շատ կատեգորիկ չլինենք, խոսքը նրա մասին չի, որ միայն ծնված պահից պիտի ստերիլ երեխան լինի, մեկուսացված լինի կամ մայրիկն էլ իր հետ միասին, պիտի ելնեն հնարավորինս նաև երեխայի մայրիկի պահանջներից, ապահովությունից, կարիքներից, ցանկությունից եւ այլն եւ թույլ տան, որ ոչ միայն երեխան, այլև նոր ծննդաբերած մայրիկը այս փուլերն անցնեն հնարավորինս սահուն եւ հնարավորինս փափուկ կերպով, թեթև կերպով, այո։ Ծննդյան պահից սկսած ո՞նց է ձևավորվում երեխայի վստահությունը ծնողների հանդեպ։ Հետաքրքիր հարց եք տալիս, մենք դա նաեւ կոչում ենք վստահությունից բացի առաջնային կապվածություն, հա, որի մեջ ենթադրվում է նաեւ վստահությունը, իհարկե նորածին երեխայի համար վստահություն հասկացությունը խիստ տարբեր է, օրինակ 3 տարեկանի վստահությունից 6 տարեկանի դեռահասի եւ այլն, բայց առաջնահերթ երևի պիտի էլի խոսենք ապահովության, պահանջմունքների բավարարվածության մասին։ Վստահել ոչ միայն մայրիկին, ծնողներին եւ այլն, այլ այս առաջնային փուլում միջև 1 տարեկանը գիտնականներն ասում են, որ երեխայի բազային վստահությունն է ձևավորվում առհասարակ աշխարհի նկատմամբ։ Այսինքն այն, որ ինչպես կընթանա այս ընթացքը, այսինքն ինչքանով երեխան լսված կլինի, լսված ասելով նկատի ունենք հենց լացը, հա, լացով է երեխան խոսում, լացով է խոսում իր կարիքների մասին, իր պահանջմունքների մասին, այսինքն կուշտ կլինի, հա, բավարար տաքության մեջ կլինի, ամենասկզբից մենք միայն այդ ձևով կարող ենք երեխային ցույց տալ, որ աշխարհը վստահելի է, հա, եւ դու սիրված ես, այսպես ասած, իրենք դեռ չեն հասկանում ինչ է սերը, բնականաբար այն ձևով, ոնց որ մեծը կհասկանա, բայց այս կարիքները լսելը, մոտիկ լինելը մայրիկին, որտեղ իրենք 9 ամիս ապրել են մայրիկի օրգանիզմում, այսպես ասած, հա, եւ այս անցումները պիտի այնքան սահուն լինեն, որ երեխան ինչպես կապված լինել, այնպես էլ առանձնանալ շատ կամած սովորի, որ իր համար սարսափելի չթվա աշխարհը։ Գանք մի փոքր ավելի մեծ տարիք, ենթադրենք 2 տարեկանում երեխան արել է մի բան, որը որ ըստ ծնողների չի կարելի։ Հիմա ինքը կամ թաքցնում է, կամ ծնողները տեսնում են ամեն դեպքում երեխան կարող է խոսելու փուլում գնալ ասել, որ արել եմ սա առանց վախերի, այդ հարաբերությունը ինչպես ստեղծել։ Մենք իհարկե լավ մեծ թրիչք արեցինք, եթե մենք նորածնությունից հետո խոսենք 2 տարեկանի մասին, բայց եւ այնպես այո, այս ընթացքում եւս ինչ որ գործոններ կան, որոնք կամած օգնելու են այդ վստահությունը ձևավորել։ Այսինքն, որպեսզի երեխան չվախենա ասել ես սա արել եմ, բնականաբար դե ինքը իր փորձով է սովորում, չէ՞։ Կամ օրինակ սիբլինգների քույրիկի եղբոր, եթե ունի, հա, ավագ եղբայր, քույր իրենց օրինակով եւս։ Օրինակ ինքը տեսել է, որ, չգիտեմ, 4-5 տարեկան եղբայրը, ենթադրենք, կոտրեց մի բան, եւ մայրիկը, ենթադրենք, կամ հայրիկը խիստ արձագանք տվեց, գոռաց եւ այլ, կամ պատժեց, բնականաբար կամ իր սեփական փորձով ինքը կամած կսովորի, որ պիտի չասես, հա, այսինքն ինքը այդպես այդ ուղերձը կվերցնի, որ հա, թաքցրու, որ լինես ապահով, ճիշտը մի ասա, այսպես ասած։
Իսկ ոնց անել, որ հակառակը լինի, բնականաբար այո, արձագանքել adekvat կերպով, խոսքը այստեղ նրա մասին չի, որ ինչ որ անի երեխան, ծնողը պիտի լուր հանդուրժի կամ անթույլատրելի բաներին ասի լավ ես արել, որ արել ես, չէ, բայց արձագանքը լինի այնպիսին, այսինքն մեղմությամբ, բացատրելով, հասկացնելով, սովորեցնելով, եթե մենք որպես ծնողներ մոտենանք ծնողավարության գործընթացին, որպես նաև սովորեցնելու process եւ նաև սովորելու process, մենք միանշանակ կշահենք եւ մեր երեխայի հետ հարաբերություններում եւ կշահի մեր երեխան։ Այսինքն այս վստահության մթնոլորտը ինքը կունենա, որ ենթադրենք օրինակ երբ որ եկավ ու ասեց, որ ես կոտրել եմ այսինչ բանը կամ արել եմ այսպիսի մի բան կամ խփել եմ, չգիտեմ, քույրիկիս եղբորս եւ արժանանա համապատասխան, բայց adekvat եւ ներողամիտ եւ սիրող եւ հոգատար վերաբերմունքի, նա կհասկանա, որ չէ, ծնողներին կարելի է վստահել, կարելի է գալ նույնիսկ ասել այն ամենա վախենալու բաները։ Ես նույնիսկ կարծիք եմ լսել, որ երբ որ երեխան կամ ցանկացած հարաբերություններում մարդը ինչ-որ բան է անում ու դու պատժում ես դրա համար իրեն, դուք հավասարվում եք, այսինքն 0-0 է լինում հաշիվը։ Երբ որ դու չես պատժում, իր վերաբերմունքն է արդեն փոխվում դրա նկատմամբ։ Հաջորդ անգամ ինքը իրեն վատ է զգում, նույն քայլը անել։ Չգիտեմ, սա դուք ինչպես կմեկնաբանեք։ Գիտեք, սա էլ այո, ուղղակի մենք պիտի հաշվի առնենք, թե որ տարիքի մասին ենք խոսում։ Օրինակ, այն ինչ որ դուք նշում եք, եթե մենք խոսենք կրտսեր դպրոցական տարիքի երեխայի մասին, օրինակ 7, 8, 10 եւ այլ կամ ավելի մեծ, այո, վստահաբար, երբ որ մենք ենթադրենք իր արածի համար, ուղղակի ասում ենք, գիտես, ճիշտ չէր արածդ ենթադրենք, բայց միաժամանակ խիստ պատիժների չենք ենթարկում, երեխան, ով մինչ այդ եւս անցել է այն փուլերով, որ ունի վստահելի հարաբերություններ, առողջ կապվածություն իր ծնողների հետ, դա ավելի, ինչպես որ դուք նշեցիք, ծանր կարող է տանել, որտեղ այն տարիքն է, որ արդեն ձևավորվում են եւ ինչ որ իմաստով նաեւ ձևավորվել են բարոյական պատկերացումները, արժեքները, կարելիի ու չի կարելիի մասին։ Բանն այն է, որ այս բոլոր ոլորտները մեր անձի ձևավորվում են շատ աստիճանական։ Օրինակ, եթե 3-ից 6 տարեկան երեխան ինչ-որ մի բանը անում կամ չի անում, պատժից խուսափելու եւ կամ գովասանքի արժանանալու համար, ապա ավելի ուշ փուլում, օրինակ նույն 10-12 տարեկանում, երեխան այլևս կարող է չանել մի բան նույնիսկ անկախ նրանից, որ մայրիկը կիմանա թե չի իմանա։ Սրանք էլի պայմանական են, որտեղ իմ ասածը կարող է անել երեխան նաև 5-6 տարեկանում։ Ու այդպիսի հետաքրքիր սոցիալական հետազոտություններ էլ կան, որ կամերաներով հետևել են երեխաների վարքին, ծնողների բացակայության ընթացքում, երբ որ օրինակ մայրիկը խնդրել է այսինչ բանը չանել եւ ինքը հաստատ գիտի, որ չի իմանալու մայրիկը, բայց երեխան չի անում դա։ Այսինքն արդեն իսկ մենք ունենք այն վստահելի հարաբերությունների, չասեմ ամբողջապես, բայց սաղմնային վիճակը, որը որ հետո շանս ունի վերածվելու շատ ավելի հասուն հարաբերությունների։ Ծնողների նկատողությունները ոնց են ազդում, գանք ինքնագնահատականի, որ ոնց են ազդում երեխայի ինքնագնահատականի ձևավորման վրա եւ որ տարիքից է այդ ինքնագնահատականը ձևավորվում ու կա ինչ որ տարիք, որ շատ առանձնակի կարևոր դեր ունի բոլորիս կյանքում։ Գիտեք Անժելա ջան, երևի նկատողություն ասելով նախ հասկանանք ինչ նկատի ունենք, որտեվ եթե նկատողությունը դա քննադատությունն է եւ անընդհատ քննադատությունը, որտեվ կան այդպիսի ընտանիքներ, երեխան շարժվեց անգամ իրեն ասում են ճիշտ չես շարժվում, լավ չես շարժվում, թափեցիր, փչացրեցիր եւ այլ։ Այս շարունակական քննադատությունը բնականաբար ազդելու է ինքնագնահատականի վրա եւ բացասաբար ու երբեմն նույնիսկ մի քիչ ավելի խիստ բառ ասեմ, կործանարար ազդեցություն ունենալու, թեև դա եւս փոխհատուցելի է, բայց եւ այնպես։ Իսկ եթե մենք նկատողություն ասելով նկատի ունենք, որտեվ չեմ ուզում ծայրահեղացնենք, ծնողի կարծիքը, վերաբերմունքը բարձրաձայնելը, այսինքն, գիտես ես ճիշտ չեմ համարում այս ինչ բանը։ Գիտես ես քո փոխարեն այսպես կանեի եւ այլ կամ նույնիսկ ինչ որ իմաստով նաեւ արգելքները, որտեվ ծնողը միայն
նրա համար չէ, անձի ճանապարհին, անձի կյանքում, որ միայն ու միայն դրական ասի, միայն ու միայն քաջալերի, սա էլ ծայրահեղացում է։ Այսինքն սա ինքնագնահատականի վրա դժվար թե բացասական այդպիսի շատ sense նեգատիվ ազդեցություն ունենա, ինչի համար եմ սա տարբերակում, որտեվ վստահ եմ դուք էլ նկատած կլինեք, որ երբեմն հիմա մենք հակառակ տենդենսին ենք բախվում, երբ որ ծնողը վախենում է երեխային։ Այո, վախենում է, բառի բուն իմաստով, երբեմն նույնիսկ մենք ավելի ծայրահեղ դրսևորումներ ենք տեսնում, երբ որ երեխան տանը դառնում է դեսպոտ, ինչ-որ sense մեկը, ով կառավարում է, այսպես ասած, եւ ցանկացած ծնողի խոսքի ժամանակ կարող ասել դուք ինձ իմ իրավունքներն եք ոտնահարում, դուք այսպես, դուք ինձ, չգիտեմ, նսեմացրիք եւ այլ եւ ինչու, որովհետեւ այդպես էլ սովորել է, այսինքն ծնողը որևէ խոսք ասելու իրավունք անգամ չունի։ Եվ կամ նույն ես երբեմն նաև մասնագիտական պրակտիկայում եմ առնչվում ծնողները, ովքեր շատ իսկապես մեծ պատասխանատվությամբ են մոտենում եւ տագնապած են շատ, որովհետև հիմա ինֆորմացիան էլ շատ է, երբեմն շատ չֆիլտրված է, երբեմն շատ կատեգորիզացված է, սոցիալական ցանցերում էլ հաճախ, երբ որ օրինակ լսում են բլոգերների խոսքերը, հոգեբան մասնագետների եւ այլ, ովքեր կարող են նաև շատ sense կատեգորիկ ինչ-որ բաներ ասել, երեխայի ինքնագնահատականը փչանում է երբ ու ենթադրենք կետեր, ամբողջ հարցն է, որ այս ինֆորմացիան այն ծնողը ուզում է իսկապես եւ սովորել եւ վերցնել եւ կատարելագործվել, երբեմն շատ կատեգորիկ անկալում եւ արդեն վախենում է, նույնիսկ կարող են ասել, ինչ անեմ, որ երեխայիս չտրավմատիզացնեմ։ Ամբողջ հարցն է, որ այս վախերն են հաճախ հնչող հարցերից։ Այո, ինչ անեմ, որովհետև վախենում են ծնողները հաճախ, սա էլ գեր ինֆորմացված լինելու եւ հաճախ չվախենան բառից է սխալ ինֆորմացիա ստանալու արդյունք է։ Եվ հավատացեք, այդ վախերը, տագնապը ծնողի գերզգուշավորությունը եւս կարող է ոչ պակաս կործանարար կամ եկեք խուսափեմ այդ բառից ամեն դեպքում բացասական ազդեցություն ունենան։ Ամեն դեպքում ինքնագնահատականի ձևավորումը ծնողը ինչպես է օգնում այդ հարցում եւ շրջապատը ինչպես է օգնում կամ վնասում երեխային այդ փուլում։ Երևի կսկսեմ հենց ծնողի ինքնագնահատականից։ Հատկապես օրինակ, եթե մենք աղջիկ-մայրիկ հարաբերությունները նայենք, նույն սեռի մասին եթե նայենք, եթե մայրիկը ունի ծայրահեղ ցածր ինքնագնահատական, եթե ամեն կերպ երեխան տարբեր տարիքային փուլերում լսում է, որ մայրիկն ինքն իրենից գոհ չի իր քաշից, գոհ չի իր տեսքից, գոհ չի ոչ մի բանից, ինչ որ ինքը ունի եւ այլ, սա եւս այն չերևացող, բայց կարևոր գործոններից է, այսինքն համար մեկ պայման սկսենք մեզնից։ Սկսենք մեզնից եւ միջև երեխա ունենալը եւ երեխայի հետ միասին երեխա ունենալու ընթացքում, այսինքն սա նաեւ մեր աշխատանքն է մեր ինքնագնահատականի հետ։ Մեր ինքներս մեզ ճանաչելու, սիրելու եւ այլ։ Երկրորդը հաշվի առնենք իհարկե մեր ուղերձները, ինչ ենք մենք խոսում։ Օրինակ, եթե ես հիշում եմ այդպիսի ռեալ դեպքեր, շատ եմ հիշում ցավոք, որ նորից պիտի մայրիկներին անդրադառնամ, երևի փորձս ավելի շատ եղել է այս հարցով մայրիկ-աղջիկ հարաբերությունների կոնտեքստում, թեև տղաները պակաս չեն տուժում ինքնագնահատականի մասով, երբ որ օրինակ հնչում են խոսքեր, որոնք որ առաջին հայացքից դրանք շատ այսպես շատ անվնաս, անմեղ, այո, բաներ են, բայց ենթադրենք զգուշեղի գիրանում ես կամ ձեր դասարանի այս ինչը ենթադրենք շատ սիրուն աղջիկ է, այ դու էլ իր նման հագնվիր, այ դու էլ այսպես արա որպիսի կամ ցանկացած բան, դու բավարար սիրուն չես, դու բավարար խելացի չես, դու բավարար այսպեսին չես, այնպեսին չես, սրանք իհարկե եւս հարված կարող են հասցնել դեռևս կայունացած հոգեկանի համար, երեխայի հետ գործ ունենալիս մենք գործ ունենք մեկի հետ, ով ունի հոգեկան համակարգ, որը դեռևս շատ sense են դոնդողի
նյութին անման, հա, շատ դոնդողային է, ինքը դեռևս ձևավորված չի եւ այնքան ամուր չի, որ ազդեցություններից անկախ լինի։ Եվ այս խոսքերը ինքը վերցնում է։ Հետո գալիս են ուրիշ տարիքային փուլեր, որ միայն ծնողը չի այստեղ, որ ազդում է երեխայի ինքնագնահատականի վրա, երեխայի ինքնագնահատականի վրա նույնչափ կարող է ազդել դպրոցը, հասակակիցները, դեռահասության տարիքում հատկապես, ինչքան էլ ծնողն ասի, որ դու շատ լավն ես, շատ սիրուն ես, շատ խելացի ես, շատ հաջողակ ես, բայց երբ որ ինքը լսում է լրիվ այլ կարծիք հասակակիցներից, դա եւս ազդելու է։ Ուսուցիչը, շրջապատը, ենթադրենք մարդիկ, ովքեր որ իր շուրջն են։ Եվ իհարկե ինչ որ բաղադրիչներ, որոնք որ սոցիալական կապեր չունեն, սոցիումից չեն կախված, այլ իսկապես երեխայի որոշակի անձնային առանձնահատկություններն են, հա, այդ կասկածելը, ինքն իրեն, հա, կասկածով վերաբերվելը եւ այլն։ Այսպես ծնողները, երբ որ երեխային ասում են դու լավն ես, շատ հաճախ նկատել են, որ երեխան չի ընկալում, որ կարող է իրենից բացի էլի լավը լինել։ Այսինքն, երբ որ ինքը գնում է մանկապարտեզ ու մեկ ուրիշին ասում են, որ դու ես լավը, ինքը ընկալում է, որ ինքը արդեն վատն է մյուսի աչքում, կամ դպրոցում ինչ որ մեկը էլի լավն է, բա ես էի լավը, բա այս փուլը Հա, ճիշտ է, ու դա նույնիսկ կարող է այնքան փուլի մասին չի, որքան ծայրահեղ հակառակի մասին, որովհետև երբեմն էլի ծնողները ովքեր մտածում են, որ այո, ամեն ինչ պիտի անեն, որ երեխաս լավ ինքնագնահատական ունենա, բարձր ինքնագնահատական ունենա, կարող են էլի ծայրահեղ մոտենալու ասել, դու ամենագեղեցիկն ես, դու ամենալավն ես, դու աշխարհի ամենալավ երեխան ես, դու Այս ուղերձներն էլ նույնքան անցանկալի են, որքան երբ որ մենք հակառակն ենք ասում։ Այսինքն ասել, որ դու ամենալավն ես, իսկապես ձեր ասած ռիսկերն ունի, որ երեխան սկսում է մտածել, որ ինքը միակ լավն է այս ամբողջ աշխարհում եւ հետո շատ բարդակիսում ուշադրություն, սեր, լավ վերաբերմունք, այսինքն, եթե մենք այս երկու ծայրահեղ կետերի վրա հիմնվենք, մենք նույնչափ սխալվելու ենք։ Եվ երեխային, գիտեք, ասել դու լավն ես, ես մի քիչ դա էլ եմ զգուշավորությամբ մոտենում։ Իրականում մենք այդ մեսեջը պիտի մի քիչ ավելի կոնկրետացնենք։ Երբ որ ես օրինակ ասում եմ, ինչ լավ ես նկարում, ինչ սիրուն են նկարներդ, ինչքան եմ հավանում քո նկարները, ենթադրենք, կամ ասում եմ դու շատ հետաքրքիր միտք ասեցիր, այնքան դուրս եկավ քո միտքը եւ այլն, այսինքն շատ կոնկրետ բաներ։ Դրանք շատ ավելի կարեւոր են եւ նույնչափ կարող են առողջ ինքնագնահատական ձևավորել, կամ ես ուղղակի ասեմ դու լավն ես։ Ինչի մասին է դու լավն ես, չգիտեմ։ Որն է այդ լավը։ Որն է այդ լավը։ Հա, եւ երեխան բնականաբար, երբ որ արդեն դուրս է գալիս ընտանիքից, ինքը սկսում է չափել։ Ինչքանով եմ ես լավը, իսկ ինչ է այդ լավը, հա, իսկ ոնց է, եթե ես լավն եմ, ուրեմն պիտի բոլորը վատը լինեն, արդյոք թե ոչ։ Եվ ուզում եմ ասել, պիտի զերծ մնալ այդ շատ կատեգորիկ մեսեջներից եւ ամենակարևորը, երբ որ մենք երեխային տալիս ենք այդ ինչ որ մի բան լավ անելու ուղերձը կամ գովում ենք եւ այլն, զգուշ լինենք, որ դա չվերածվի նրան, որ դու այո միակն ես, դու ամենախելացին ես, իսկ մյուսները լավը չեն։ Վերջը այդ լավի ու վատի վատ հասկացողություններն են հարաբերական են եւ հնարավոր է ինչ որ բան դες համար լավը լինի, ինձ համար ոչ եւ հակառակը։ Այո։ Այ խոսեցինք նաև կարծիքների մասին, որ երեխան գնում է ու բախվում, դրսում նաև կարծիքների։ Ինչպես կարելի է տարբերել կարծիքն ու փաստը։ Ինչպես ընդունել, որ դիմացինը կարող է ունենալ կարծիք, որը փաստ չի։ Ու այդ կարծիքը չգա չխոցի երեխային։ Շատ լավ։ Ուրեմն էլի պիտի հետ գնանք դեպի արմատները, այսինքն այն առաջնային սոցիալական ինստիտուտը, որտեղ երեխան սկսում է ձևավորվել, երեխայի հոգեկանը սկսում է ձևավորվել եւ դա նորից իհարկե ընտանիքն է, այսինքն այն առաջնային տեղը, կետը, բույնը, որտեղ որ երեխան սկսում է ձևավորվել։ Երբ որ երեխան լսում է, օրինակ, նույն ծնողներից կամ մտերիմ հարազատներից, որ իմ կարծիքով, բայց միևնույն ժամանակ երեխան նաև ունի ընտրության պարզագույն հնարավորություններ ու սկսած շատ վաղ տարիքից,
ուտել սա թե սա, հագնել սա թե սա, բնականաբար էլի ծնողի վերահսկողությամբ, կամ իսկ դու ինչ ես կարծում, հա, մի քիչ ավելի ուշ փուլում ընդհանրենք կարող մայրիկը ինչ որ մի բան է հագել եւ ասում է ինչ ես կարծում, սա սրա հետ սազում է, քեզ դուր է գալիս եւ այլն, այսինքն երեխային լսել։ Եվ միաժամանակ սեփական կարծիքնել, չթելադրել անվերապահորեն, որ ես ասեցի, ուրեմն դա այդպես է եւ վերջ, եւ երեխային ցույց տալ, որ քո կարծածը, քո մտածածը ոչինչ է։ Երեխան պատրաստ կլինի, որ երբ որ ինքը արդեն դուրս է գալիս մի քիչ ավելի լայն շրջապատ եւ պիտի, այսպես ասած, թևերը բացի թռիչքի, ինքը նաեւ գիտի, որ այո կամ փաստեր կյանքում, բայց դրանք միշտ չի, որ այսինքն ամեն ինչ չի, որ փաստ է, ինչպես դուք ասացիք, եւ կա նաեւ կարծիքը, կա նաեւ շրջապատի մոտեցումը, որը որ դու պարտավոր չես ընդունել եւ միանշանակ վերցնել։ Այսինքն եթե այն փոքրիկ երեխան տանը լսում է, տանը ունի թույլտվություն նաեւ իր կարծիքն ունենալ եւ նաեւ գիտի, որ հայրիկի, մայրիկի, տատիկի, եղբոր եւ մնացածի կարծիքները դրանք պարտադիր փաթաթված չեն իրեն եւ ինքն էլ ազատություն ունի ինչ որ բան հավանելու, չհավանելու։ Գիտեք, այնքան པարզ բաներից է սկսում այս ամեն ինչը, նույնիսկ այն ինչ որ մի բան ուտել չուտելու հարցով։ Եթե մենք զոռով խցկում ենք երեխայի բերանը երկու ավել գթալ ճաշ կամ ինչ որ ոչ մի կերպ չի ուզում դա ուտի, համը դուրը չի գալիս, բայց մենք իրան զոռով ուտացնում ենք, չգիտեմ, մուլտֆիլմով, համոզելով, խաբելով եւ այլն, երեխան սկսում է չլսել ինքն իրեն, այսինքն սկսում է հասկանալ, որ այն ինչ որ ես զգում եմ, դա միշտ չի որ ճիշտ է, այն ինչ որ ես կարծում եմ, դա ոչ մի բանի պետք չի, այսպես ասած, հա։ Ու այդպես տարբեր տարիքային փուլերում։ Եվ իհարկե, ինչը որ դուք հարցնում եք, ավելի ենթադրում եմ ուշ փուլերի մասին, կարծիք եւ փաստ տարբերակելու։ Հա, որովհետեւ մարդիկ շատ հաճախ հասուն տարիքում չեն ընդունում, որ դիմացինը կարող է ունենալ կարծիք եւ դա շատ սուր, շատ խոցող են ընդունում։ Երբ որ լսում են ինչ-որ կարծիք իրենց մասին կամ երևույթի մասին, որը չի համընկնում իրենց կարծիքի հետ։ Դե, տեսեք, սա իհարկե մի փոքր ավելի տարբերվող մի բան է, երբ որ մենք այնքան ենք կարծիքին կարևորություն տալիս եւ այդ նույն երեխային այնքան ենք սովորեցրել կախված լինել, կարճած լինել կարծիքից, որ ինքը շատ ցավոտ ու ցավագին է ընդունում, այսինքն ամեն կարծիք իր համար կատարել ճշմարտություն։ Այո, մեզ համար կարևոր ինչ կասեն այս արտահայտությունը, ես մինչ օրս լսում եմ, երբ որ ծնողները, նույնիսկ երիտասարդ ծնողները երեխաներին նոր են ունեցել, նոր են մեծացնում եւ մեզ համար երբեմն կարևոր է լինում նույնիսկ դրսի անցորդի կարծիքը կլինի հայացքի տեսքով, կլինի ինչ-որ ժեստի տեսքով, դա կարող է մեր այդ օրվա տրամադրության եւ ընդհանրապես մեզ վրա մեծ ազդեցություն ունենալ։ Գիտեք, երևի ինչ որ իմաստով սա նաեւ որոշակիորեն մեր մշակութային գծերից է, մեր ազգային ինչ որ գծերից է, որովհետեւ շատ ճիշտ նկատեցիք, շատ փոքրիկ տարիքից երեխան կարող է լսել, ենթադրենք լացա լինում այդ բային։ Տխուր է, դրա համար լաց է լինում կամ գոռում է ենթադրենք փողոցում, որտեղ ինչ որ մի բան իր պահանջմունքներից չի բավարարվել։ Էլի չեմ ուզում ընկալվի, որ մենք ասենք, դե լավ, գոռում է եւ այլն, բայց երբ որ երեխան միանգամից սրանի պատասխան լսում է, որ լրիր մարդիկ ինչ կմտածեն, հա, կասեն, որ դու, չգիտեմ, այսպեսին ես եւ այլն, տես այն ջոջան այսպես կարծեց, տես այն, չգիտեմ, այն անցորդ պապիկը այսպեսի բան մտածեց քո մասին, ուղղակիորեն տանում ենք նրան, որ այո, կախված եղիր սոցիալական կարծիքից։ Այսինքն, քո զգացածը կարևոր չի, մենք դա ենք իրեն ասում։ Իսկ երեխաները թարգմանում են շատ յուրահատուկ ձևով այն ինչ որ լսում են շրջապատից։ Երբ որ ինքը լսում է ինչ կմտածի այն պապիկը, երբ որ ինքը շատ տխուր է այդ պահին, միանգամից մտածում է, որ դե լավ, այն ինչ որ ես մտածեմ, զգում եմ այս պահին, դա այդքան էլ առաջնային չի, բայց այ քանի որ պապիկը պիտի այդպես չմտածի, ես զգաստանամ լռեմ։ Դա կարող է րոպեական օգնություն լինի,
Բայց թե ինչ ենք մենք դրանով հետո տալիս երեխային, այս արդեն շատ վիճելի ու շատ մտածելու հարց է։ Մենք դա ենք ուզում սովորեցնել մեր երեխային։ Իսկ հետո ինչու երբ որ ինքը մեծանում է, մենք ասում ենք ինքնուրույն չես։ Հա, մենք սովորեցնում ենք լինել կախված սոցիումից, հետո պահանջում ենք լինել անհատականություններ։ Այդպես չի լինում։ Երեխա-ծնող հարաբերությունների վրա ինչ ազդեցություն է ունենում, երբ որ ծնողը ճակերտավոր նեղանում է երեխայից, հնարավոր է չխոսի նրա հետ որպես պատժի միջոց։ Գիտեք, երևի ամենաանցանկալի երևույթներից է, չեմ չափազանցնի, ու սա ինչ որ իմաստով, երբեմն երբ որ հատկապես շատ սուր երանգներ է ստանում, նույնիսկ նման է մոտ է հոգեբանական բռնությանը։ Երբ որ երեխան պիտի խոշոր հաշվով սենց պատասխանատվություն կրի ծնողի նեղանալու համար, հա, այսինքն ինչ որ մի արարք, որը որ արել է երեխան, հանդիպում է այս ես քեզանից նեղացել եմ, դա դեռ խոսքերով կարող է չասվի նույնիսկ օրեր շարունակ ձգվի չխոսելը երեխայի հետ։ Եկեք տեսնենք ինչու չանել այսպես եւ ինչա տա տալիս երեխային։ Նախ ամբողջ հարցն է, որ սա շատ կարճատև էֆեկտ եւ ոչ իրական էֆեկտ կարող է ունենալ։ Այսինքն երեխան, ով չնայած տարբեր տարիքներում տարբեր պահանջմունքներ են երեխայի մոտ, բայց եկեք պատկերացնենք, ինչա տեսնում երեխան, երբ որ մայրիկը կամ հայրիկը նեղացած է իրանից, բայց ինքը ինչ որ դե երեխաները կախված են ծնողներից, տարբեր տարիքում, տարբեր փուլերով, բայց ինքը ունի ինչ որ պահանջմունք, որ պիտի բավարարվի, ստիպված պիտի խոսի, պիտի մի բան անի, պիտի ասի կներես, պիտի ասի էլ չեմ անի եւ այլ, որպեսզի մայրիկը կամ հայրիկը հաշտվի իր հետ եւ ինքը ստանա իր ուզածը։ Եվ ամբողջ հարցն է, որ միշտ չի, որ դա իրական է, նույնիսկ մեծամասամբ սովորաբար այդպես չի։ Այսինքն այն կներեսը իրական կներեսը չի։ Եթե մենք ուզում ենք անիրականի հետ գործ ունենալ, խնդրեմ, կարող ենք շարունակել նեղանալ, երեխաները միևնույնն է շատ ավելի անզոր են այդ տեսանկյունից եւ ստիպված են լինելու ինչ որ քայլեր անել։ Երկրորդ բանը, որ անցանկալի է, սա ես ծնողների կողմից պիտի խոսեմ հիմա, ամբողջ հարցն է, որ հեղինակությունը ծնողի վիճարկվում է շատ։ Ծնողի դիրքը, որը որ պիտի լինի իսկապես շատ ավելի, շատ լավ իմաստով բարձր դիրք, տարիքից ելնելով, փորձից ելնելով, հեղինակությունից ելնելով, մի տեսակ իջնում է շատ եւ մանկական պոզիցիա է նեղանալը, հա, ինքը դառնում է երեխա։ Իսկ երեխան երեխայի համար, հա, մեծ երեխան է սպարագայում, էլ նույն հարգանքը սովորաբար չի վայելում։ Այսինքն երբ որ մայրիկը կամ հայրիկը նեղացած է, մի տեսակ ինքը շատ ասոցացվում է ընկերոջ հետ, մանկապարտեզի ընկերոջ, դպրոցի ընկերոջ եւ այլ եւ այլ։ Եվ մի տեսակ փոքրանում է։ Երրորդ բանը, երեխան ամբողջ հարցն է, որ այս նեղացածության հետ գործ ունենալուց մի տեսակ իր կյանքի պատմության մեջ էլ սովորում է անդադար չափազանց զգուշավորություն շփման մեջ, այսինքն ինքը երբ որ արդեն սկսի շփվել այլ մարդկանց հետ, այդ վախը կարող է իր հետ տանի, հանկարծ չնեղացնեմ, հանկարծ իմ կարծիքը չասեմ, որ չնեղանա դիմացինս, հանկարծ, չգիտեմ, այսպես չանեմ, որ չնեղանա եւ այլ եւ այլ։ Եվ այս մի տեսակ շատ մեծ բեռ է դառնում երեխայի համար։ Նաև կորցնելու վախ է երևի, թե որովհետև զրկվում է ծնողական սիրուց եւ հավանաբար նաև վախ է առաջանում, որ ել չի ունենա։ Ամբողջ հարցն է, որ սա եւս կապվածության ինչ որ մի մաս է, կապվածության տեսակի եւ մենք հոգեբանները հաճախ սա կոչում են ոնց որ այս նաև նեղանալու պրիզմայով հարցերին մոտենալը տագնապային կապվածություն ստեղծել երեխայի մոտ, այսինքն մշտապես վախ, որ հանկարծ չնեղացնեմ մայրիկին կամ հայրիկին։ Բնականաբար ինքը դա տանելու է ավելի հասուն հարաբերություններ եւ վախենալու է խոսել, վախենալու է կարծիք հայտնել, վախենալու է ինչ որ բաներ զգալ, որպեսզի հանկարծ չնեղացնի։
Բայց բնականաբար էլի ես չեմ խոսում նրա մասին, որ երեխան պիտի պատասխանատվություն չկրի իր արածի կամ իր ասածի համար։ Այսինքն, երբ որ օրինակ նեղացնում է, իսկապես նեղացնում է, վիրավորելով, չգիտեմ, օրինակ, հաճախ կարող անել, խփել եւ այլ, խոսքը նրա մասին չի, որ ծնողը պիտի լռի եւ ասի լավ ես արել, հա, ոչինչ, հա, այսպես չի։ Բնականաբար զրույցը կարևոր է, բնականաբար ցույց տալ, որ գիտես ինձ ցաված, գիտես դու ինձ չես կարող նեղացնել այդպես, դու չես կարող ինձ այսպես անել, այնպես անել, խփել, վիրավորել, այսպիսի բառ ասել եւ այլ, կամ այսպես վարվել ինձ հետ, հա, ենթադրենք օրինակ, ստել է ինչ որ հակառակ մի բան, հա։ Սա շատ կարևոր է։ Սահման դնել ես։ Այո, սրանք սահմաններ են, այսինքն դու սա անելու իրավունք չունես, դու սա չես կարող անել, ես թույլ չեմ տալիս դու այսպես անես, սա ուրիշ բան է, բայց չանել դա նեղանալու ձևով։ Մնալ մեծահասակի դիրքում եւ միաժամանակ դնել սահմաններ։ Նախկինում ավելի մեծ տարիքի մարդիկ հիմնական խուսափել են երեխաներին, իրենց երեխաներին քաղցր խոսքեր ասել, ջերմություն տալ, մտածելով, որ նախ ամոթ է, ես այդպիսի կարծիքներ եմ լսել, որ ամոթ էր, որ տղամարդը ընտանիքի երեխային գրկեր, համբուրեր, լավ խոսքեր ասել, հետո դա փոխանցվել է արդեն սերնդեսերունդ, արդեն մեր տարիքի մարդկանց մոտ եմ ես երբեմն նման բան նկատում։ Ինչքանով է կարևոր ծնող-երեխա հարաբերությունում, որ ծնողը ասի խոսքեր, այսինքն երեխան լսի, որ իրեն սիրում են, լսի, որ ինքը կարևոր է, լսի ջերմության ինչ-որ քաղցր խոսքեր եւ այդ գրկելը, համբուրելը ինչքանով է կարևոր եւ մարդիկ, որոնք մեծացել են այդպես այդ ամենի բացով, իրենք ինչպես հաղթահարեն եւ չլինեն նույնը եւ այդ ջերմության պակասը ինչպես լրացնեն։ Շատ լավ, ամբողջ հարցն է, որ ձեր այս նկարագրածը նույնիսկ նոր ծնված, մենք սկզբում հանդիպման, սկզբում խոսում էինք նորածին տարիքից, նոր ծնված շրջանում կարող է նկատվել, երբ որ օրինակ մայրիկը գրկում է երեխային եւ իրեն ասվում է գրկիդ կսովորի տեղադիր, այդքան չեն գրկի, այդքան պետք չի պատչել, այդքան էսպես Ճիշտ է, գուցե սա բավական ավելի վաղ շրջանի, գուցե ավելի մի քիչ ավագ սերնդի զգուշավորության, մշակույթի, ընտանեկան մշակույթի, մանավանդ եթե մենք հետ գնանք եւ հիշենք, թե քանի սերունդ են միասին ապրել, քանի ընտանիքներով են, այսինքն ավելի ընդլայնված ընտանիքներում, նույնիսկ ամոթ էր, որ ենթադրենք կինը, ընտանիքի կինը երեխան իրեն մամա ասի, պիտի ասեր տատիկին, այսպիսի բաներ շատ կային եւ դրանք ազդելել են այս մշակույթի վրա ինչ որ իմաստով, բայց ամբողջ հարցն է, որ երեխան, երբ որ մենք վերադառնանք սրան, հա, չսովորի գրկին հասկացությունը նույնքան աբսուրդային է, որքան հետո որ մենք ասում ենք մի գովի, լավ բաներ մի ասա, հա, կլկստվի, չգիտեմ, վարքը կփոխվի։ Երեխան դրական ուղերձներից, ջերմությունից վատը չի դառնում երբեք։ Ճիշտ հակառակը, լրիվ հակառակը, այսինքն այն կապվածությունը, որը սկզբում մարմինը մարմնին շփմամբ, հետո ավելի խոսքային ուղիներով ձևավորվում է եւ վարքի ուղիներով ձևավորվում է երեխայի մոտ, երեխան տանելու է իր ամբողջ կյանք սիրվածության զգացման ձևով։ Իսկ դա շատ կարևոր է։ Սերը չի փչացնում, դրա պակասն է հաճախ փչացնում ցավոք սրտի։ Իսկ մարդիկ, որոնք որ արդեն մեծացել են այդ բառերի, այդ քնքշության, ջերմության պակասով, իրենք ինչպես հաղթահարեն այդ փուլը եւ իրենց երեխաներին չփոխանցեն նույնանման վերաբերմունք։ Ես երբեմն ասում եմ սա, վերջերս ինչ որ մի չեմ հիշում որտեղ, բայց այսպիսի մի խոսք կարդացի, որ մեր սերունդը, մեր որպես ծնողների սերունդը, վերջին սերունդներով անվերապահորեն լսել է ծնողներին եւ առաջին սերունդն է, որ անվերապահորեն լսում է իր երեխաներին, գիտեք, իրականում իհարկե այստեղ էլ շատ պայմանական կետեր կան, բայց երևի թե այս սերունդն է ծնողավարման մեջ, որ փոխող ազդեցության հնարավորություն ունի,
վերափոխող, վերակառուցող եւ առողջացնող, պիտի ասեմ, հա։ Եթե մենք առաջնորդվենք այն սկզբունքով, որ դե ես էլ եմ այդպես, դե ինձ էլ են ծնողներս այսպես ասել ենթադրենք, հա, ու բոլորի կյանքում չի իհարկե որ այդպես է, բայց ամեն դեպքում, եթե մենք առաջնորդվենք այն թերացումներով, որոնք որ ավակ սերունդն է ունեցել եւ դա ուղղակիորեն փոխանցենք, մենք վաղը ունենալու ենք շատ ավելի ոչ առողջ հասարակություն եւ միաժամանակ հակառակը, եթե մենք այդ պատը, այդ կանգնեցնողի դերը վերցնենք, դա շատ մեծ պատասխանատվություն եւ շատ մեծ հնարավորություն է, որ մենք կարող ենք սերնդի մակարդակում փոփոխությունների հասնել, որովհետեւ իրականում այո ընտանիքում ձևավորվող այսօրվա երեխաները վաղը դառնալու են մեր հասարակությունը ինչ որ տեղ տանող, ինչ որ փոփոխությունների տանող մարդիկ եւ ինչպես հաղթահարել հարցը, պիտի ասեմ, երևի թե ինքնազարգացմամբ, երևի թե ինքնաճանաչմամբ, այստեղ նաեւ այո հոգեթերապիայի դերը փոքր չի, եթե մենք խոսում ենք սերնդային տրավմաների մասին, այսինքն կանգնեցնել են շղթան, որը որ եկել է եւ փոխանցել շատ ավելի առողջը, շատ ավելի գեղեցիկը, շատ ավելի ջերմը, ինչը որ կարող է երեխան ստանալ։ Սասա, եթե ամբողջացնենք հա զրույցը, ինչ է առողջ ծնողավարությունը եւ ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք նոր են ծնող դարձել կամ նոր են ծնող դառնալու։ Այս պահին եկավ մի բառ, որ չվախենալ։ Նաեւ չվախենալ սխալվելուց, չվախենալ սովորելուց ու չվախենալ հենց երեխայի հետ եւս սովորելուց, բաց լինել նոր փորձի առաջ, նոր գիտելիքների առաջ, նորից պիտի ընդգծեմ, կրթվել եւ ինչ վերաբերում է առողջ ծնողավարությանը կամ դրական ծնողավարմանը, որը որպես եզրույթ վերջերս շատ կիրառվում է, դա երևի հավաքական հասկացություն է եւ ճանապարհ, որը որ պատրաստ են անցնել ծնողները երեխային եւ սահմանափակումների, եւ խրախուսանքի, եւ այս ամեն ինչի տիրույթում ամեն ինչը անել առողջ եւ դրական սահմաններում, որը որ բացառում է բռնությունը, որևէ տեսակի բռնությունը հոգեբանական, ֆիզիկական եւ այլ, եւ հիմնված է սիրո, ընդունման, անվերապահ սիրո եւ անպայմանական սիրո, հա, եւ նույնպիսի ընդունման վրա։ Այսինքն ելնել նրանից, որ երեխան, ով ինձ տրվել է, հա, եւ ես ունեմ այդ պատասխանատվությունը իրեն լիարժեք անհատ մեծացնելու, ես պատասխանատու եմ եւ ունեմ հնարավորություն իրեն ապահովելու այն ամեն ինչը հոգեբանական իմաստով, հաճախ ոչ միայն հոգեբանական, որը պիտի օգնի իրեն հետո շատ ավելի առողջ մտնել կյանք, շատ ավելի առողջ մտնել հարաբերությունների մեջ եւ ավելի մեծ աշխարհի մեջ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եւս շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, այսօր կյանքի ճանապարհին հոգեբան Սոսե Խաչիբաբյանի հետ էինք, բաժանորդագրվեք եւ մեկնաբանություններում նշեք, թե ելում կցանկանաք տեսնել իմ եւ ձեր կյանքի ճանապարհին։